Երևանյան իրադարձությունները միջազգային առաջատար լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են։ Զինված հարձակման մասին գրում ու խոսում են Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, Չինաստանում, Եվրոպայում ու անգամ Ֆիլիպիններում։ Միջազգային նախադեպ չունեցող բժիշկների պատանդարության փաստը կարմիր թելով անցնում է բոլոր հոդվածների ու ռեպորտաժների առանցքով։ Բրիտանական The Guardian-ը Խորենացի փողոցում տեղի ունեցող իրադարձությունների մասին գրում է. Երկու բժիշկ մեկ բուժքույր պատանդի կարգավիճակում են պահվում այն բանից հետո, երբ նրանք մուտք են գործել ՊՊՑ տարածք, այնտեղ գտնվող վիրավորներին օգնություն ցույց տալու համար։ Խորենացի փողոցում տեղի ունեցող իրադարձությունների մասին գրելիս հիմնականում հիմնվել են պաշտոնական հաղորդագրությունների վրա։ Ալ Ջազիրան մեջ բերում է ոստիկանության հայտարարությունը, որ ոստիկանությունը քայլեր է ձեռնարկում բանակցությունների միջոցով բժիշկներին ազատելու համար։ Associated Press-ն էլ մեջ բերելով առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունը տեղեկացնում է, որ զինված խումբն ազատ է արձակել մի բժշկի։ Որոշ լրատվամիջոցների թղթակիցներ Երևանյան իրադարձությունները լուսաբանում են դեպքի վայրից։ Russia Today-ը հայտնում է, որ զինված խմբի հարձակումից հետո իշխանությունները շարունակում են բանակցությունները զինյալների հետ։ Most of the day, take us through exactly what's led to this crisis situation. Engaging in negotiations with the armed group, but there are also reports, although still Ռուսական Մեդուզան ծավալուն վերլուծական հոդվածով ներկայացրել է զինված հարձակման ժամանակագրությունը, զինված անձանց պահանջներն ու իշխանության արձագանքը։ Կանադական CTV-ն ու Metro News-ը հաղորդում են պատանդ բժշկին ազատ արձակելու մասին։ 12 օր շարունակ ՊՊՑ գունդը պաշարած զինյալները պատանդ են վերցրել իրենց վիրավոր զինակցին օգնության հասած բժիշկներին։ Բանակցությունների արդյունքում բուժակն ազատ է արձակվել։ Չինական լրատվական պորտալը նշում է, որ զինյալները բաց թողած պատանդներին փոխարինել են նորերով, շտապ օգնության բրիգադով։ Reuters-ը նույնպես անդրադարձել է Խորենացի փողոցում տեղի ունեցող իրադարձություններին, նշելով, որ Երևանում ՊՊՑ գունդը գրաված զինյալներն ավելի են սրել վերջին 10 օրերին երկրում տիրող լարված իրավիճակը, պատանդ վերցնելով իրենցից պահանջով օգնության հասած բժիշկներին։ Գանե Ղազարյան, ժամը լրատվական։